Ողջույն։ Ագրավի չափ դինոզավր, որը կշռել է ընդամենը 700 գրամ։ Հնեաբանները նկարագրել են Alnashetre seropolisiensis alvarezavzavri գրեթե ամբողջական կմախքը, որը հայտնաբերվել է Արգենտինայում ուժ կավճի դարաշրջանի նստվածքներում։ Աշխատանքը հրապարակվել է Nature ամսագրում։ Հետազոտողների գնահատմամբ հասուն կենդանին կշռել է 1 կիլոգրամից պակաս, մոտավորապես ժամանակակից աղավնու չափ։ Ուսա չնայած նրան, որ խոսքը ոչ թռչնային դինոզավրի մասին է, որոնք աչքի են ընկել իրենց չափերով։ Alvarezavzavre-ը փոքր տերոպոդների խումբ են, որոնք ապրել են ուշ յուրայյան դարաշրջանից մինչև ուշ կավիճ Ասիայում եւ երկու Ամերիկաներում։ Այս գծի վաղ ներկայացուցիչները սովորական գիշատիչներ էին, զբաղվում էին մանր ավարի որսով, աչքի չէին ընկնում յուրօրինակ անատոմիական առանձնահատկություններով։ Ամեն ինչ փոխվել է ավելի ուշ, բազմաթիվ տեսակների մոտ արջևի վերջույթները կարճացել են, մնացել է մեծ ճանկով միակ աշխատող մատը, իսկ ատամները մանրացել են։ Դրա հիման վրա առաջացել է վարկած, որ ուժ Alvarezavzavre-ը կարող են զբաղվել մրջնանոցների եւ տերմիտանոցների թալանով, մոտավորապես ինչպես ժամանակակից մրջնակերները կամ պանգոլինները։ Այդ գաղափարի հետ են կապում նաև նրանց մինիատյուրիզացումը։ Կավճի դարաշրջանի երկրորդ կեսին Alvarezavzavre-երի ընտանիքում հայտնվել են բազմաթիվ շատ մանր տեսակներ, ոմանք ընդամենը մի քանի կիլոգրամ քաշով։ Ենթադրվում էր, որ չափերի կրճատումը նրանց օգնել է յուրացնել սոցիալական միջատներով սնվելը։ Նոր հայտնագործությունը ստիպում է վերանայել այս պատկերը։ Կմախքը հայտնաբերվել է 2014 թվականին Արգենտինայի Նեուկեն նահանգի Կանդելերիոս ֆորմացիայում։ Տարիքը մոտ 97 միլիոն տարի։ Հետազոտությունը ղեկավարել է Մինեսոտայի համալսարանի թիմը։ Գիտնականները պարզել են, որ մնացորդները պատկանում են Alnashetre seropolisiensis տեսակին, որը նախկինում հայտնի էր միայն վերջույթներից ցրված ոսկորներով։ Այժմ հետազոտողների տրամադրության տակ է հայտնվել գրեթե ամբողջական կմախք ու այն պատմել է ավելին, քան նախկին գտածոները։ Այսպես պարզվել է, որ այս փոքրիկ դինոզավրը չի ունեցել իր ավելի ուշ ազգականներին հատուկ մրջնակերային հատկանիշները։ Կենդանու արջևի վերջույթները երկար են, ունեն 3 մատ, իսկ ատամները լավ զարգացած են։ Այսինքն մեր արջև ոչ թե տերմիտանոցների մասնագիտացված քանդող է, այլ ամենայն հավանականությամբ սովորական գիշատիչ, որը զբաղվել է մանր ողնաշարավոր եւ անողնաշարավոր կենդանիների որսով։ Ընդ որում առանձնյակը հասուն է եղել մահվան պահին ոչ պակաս քան 4 տարեկան ու կշռել է մոտ 700 գրամ։ Սա Alnashetre seropolisiensis-ին դարձնում է հարավային Ամերիկայի ամենափոքր Alvarezavzavre եւ ցամաքային ամենափոքր ոչ թռչնային դինոզավրերից մեկը։ Ֆիլոգենետիկ վերլուծությունը ցույց է տվել ավելի հետաքրքիր հանգամանք։ Այս տեսակը ոչ թե պատկանել է Alvarezavzavridae ընտանիքի առաջադեմ հատվածին, որտեղ էլ ակնկալում էին հայտնաբերել մինիատյուր ձևերը, այլ խմբի բազային ավելի վաղ ճյուղերին։ Ավելին, կենդանին հարավային Ամերիկայի մյուս Alvarezavzavre-երին մոտ ազգական չի եղել։ Սա նշանակում է, որ մինիատյուրիզացումն անկախ տեղի է ունեցել տարբեր էվոլյուցիոն ճյուղերում։ Փոքր չափերն ի հայտ են եկել ոչ մեկ անգամ ու պարտադիր չի, որ կախված լինեին մրջյուններով եւ տերմիտներով սնվելուն անցման հետ։ Alnashetre seropolisiensis-ի մոտ պարզապես չեն եղել նման մասնագիտացման համար անատոմիական հարմարանքներ։ Հետազոտողները ենթադրում են, որ Alvarezavzavre-երի նախնիները լայնորեն տարածված են եղել հնագույն Պանգեա մայրցամաքում։ Մայրցամաքի տրոհվելուց հետո տարբեր պոպուլյացիաներ հայտնվել են մեկուսացման մեջ եւ շարժվել սեփական էվոլյուցիոն ուղիներով։ Որոշ ճյուղեր անհետացել են, մյուսներն ապրել են մինչև կավճի դարաշրջանի վերջը։ Չափերը կարող էին փոքրանալ կամ մեծանալ կախված կոնկրետ կենսապայմաններից։ Այլ կերպ ասած, այս դինոզավրերի պատմությունն ավելի բարդ է, քան ենթադրվում էր։ Ոչ միշտ են շատ փոքր չափերը խոսում նեղ մասնագիտացման մասին, իսկ 1 կիլոգրամից պակաս կշռող դինոզավրերը եւս մեկ անգամ հիշեցնում են, թե որքան բազմազան էր կավճի դարաշրջանի աշխարհը։ 89000 տերավատ հենց այսքան արևային էներգիայի յուրաքանչյուր վայրկյան հասնում երկրի մակերևույթ, սակայն հարցը էներգիայի քանակը չէ, այլ այն, որ դրա մեծ մասն անցնում է մեր տեխնոլոգիաների կողքով։ Սովորական արևային պանելներն արդյունավետ աշխատում են հիմնականում տեսանելի լույսի եւ մոտ ինֆրակարմիր դիապազոնի մի մասի հետ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումն ու ինֆրակարմիր ճառագայթման նկատելի մասը դրանք գրեթե չեն օգտագործում։ Արդյունքում մենք կորցնում ենք հասանելի էներգիայի էական մասը։ Սեուլի Կուկիստ հետազոտական կենտրոնի գիտնականներն առաջարկել են համեմատաբար պարզ լուծում այդ բաց թողնված էներգիան կորզելու համար։ Տեխնոլոգիայի հիմքում ոսկուց պատրաստված պլազմոնային սուպրագնդակներն են։ Այն սկսվում է ոսկու նանոմասնիկների կոլոիդային լուծույթից։ Լուծույթում այդ մասնիկները սպոնտան կերպով հավաքվում են մոտ 2100 նանոմետր տրամագծով միկրոգնդերի մեջ։ Յուրաքանչյուր նման գունդ բաղկացած է հարյուրավոր առանձին նանոմասնիկներից։ Ապա լուծույթը քսվում է ջերմաէլեկտրական գեներատորի կերամիկական մակերևույթին, ձևավորելով խիտ կառուցվածքային թաղանթ։
Այնուհետև գործի է դրվում լույսի և նյութի ֆիզիկան, ոսկու յուրաքանչյուր նանոմասնիկի մակերևույթի վրա առաջանում են լոկալացված պլազմոնային ռեզոնանսներ, էլեկտրամագնիսական ալիքի ազդեցության հետևանքով էլեկտրոնների կոլեկտիվ տատանումներ։ Միաժամանակ ամբողջ միկրոգնդի ներսում առաջանում են այսպես կոչված մի տիպի ռեզոնանսներ մասնիկներում լույսի ցրման և պահման էֆեկտներ, որոնք համեմատելի են ճառագայթման ալիքի երկարության հետ։ Այս երկու մեխանիզմների համադրությունը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով ֆոտոններ որսալ միանգամից 3 դիապազոնում մանուշակագույն, տեսանելի և մոտ ինֆրակարմիր։ Կլանված էներգիան վերածվում է ջերմության, արդյունքում թաղանթը որսում է արևային սպեկտրի մինչև 90%։ Համեմատության համար ցրված նանոմասնիկներից պատրաստված սովորական ծածկույթներն ապահովում են մոտ 2.4 անգամ ցածր հզորություն։ Մշակումն ուղղված է հիմնականում ջերմային արևային համակարգերին, ջերմային կոլեկտորներ, ջերմաէլեկտրական գեներատորներ, պասիվ ջեռուցման համակարգեր, սակայն հնարավոր է նաև հիբրիդային մոտեցում, ֆոտոէլեմենտները տեսանելի լույսը վերածում են էլեկտրաէներգիայի, իսկ պլազմոնային գնդիկները կլանում են մնացած ճառագայթումն ու վերածում այն ջերմության, բարձրացնելով կայանքի ընդհանուր արդյունավետությունը։ Տեխնոլոգիայի առավելությունը դրա հարաբերական պարզությունն է։ Բարդ լիտոգրաֆիկ արտադրության կամ բազմաստիճան մշակման կարիք չկա։ Նանոմասնիկներն ինքնուրույն ձևավորում են անհրաժեշտ կառուցվածքը լուծույթում, ինչից հետո նյութը կարելի է պարզապես քսել մակերևույթին, ընդ որում մեթոդը համատեղելի է գոյություն ունեցող սարքերի հետ ու չի պահանջում ենթակառուցվածքների ամբողջական վերամշակում։ Եթե լուծումը հաջողվի մասշտաբավորել, այն կարող է դառնալ ևս մեկ քայլ դեպի հսկայական էներգետիկ հոսքի ավելի լիարժեք օգտագործում, որն Արեգակն ամեն օր ուղարկում է երկիր։ Պատկերացրեք աշխարհ, որում անհետանում է ոչ թե նավթը, այլ բույսերը։ Բրիտանացի գրող Ջոն Քրիստոֆերի խոտիմահը վեպը սկսվում է վիրուսով, որը ոչնչացնում է հացահատիկային մշակաբույսերը։ Սկզբում Ասիայում անհետանում է բրինձը, այնուհետև ցորենը, եգիպտացորենը, գարին։ Այն ամենը, ինչի վրա հենվում է մարդկային քաղաքակրթությունը։ Սա պատմություն չի մուտանտների և պայթյունների մասին, սա համակարգային կոլապսի սառնասեր սցենար է, պարենային ճգնաժամ է, ռազմական դրություն, սոցիալական կապերի քայքայում։ Մարդիկ արագորեն հայտնաբերում են, որ կարգ ու կանոնի բարակ շերտը պահպանվում է բացառապես բերքի շնորհիվ։ Խոտի մահը գլոբալ աշխարհի կենսաբանական խոցելիության մասին գիտական հակաուտոպիայի վաղ և իսկապես դաժան օրինակ է։ Այս գիրքը հիշեցնում է այն մասին, թե որքան փխրուն կարող է լինել մոլորակի պարենային անվտանգությունը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։